Ես ուզում եմ կրկին խոսել անչափահասների շրջանում հանցագործությունների աճի տարածման մասին, շեշտելով այն հանգամանքը, որ ցավոք սրտի երկու տեսակ հանցագործությունների հետ մենք գործ ունենք հիմնականում, դա ագրեսիայի ատելության խոսքի հիման վրա ծագած վիճաբանություն, դրան հետևած դանակահարություն կամ կրակոցներ եւ իհարկե այս մեր ժամանակների ամենամեծ աղբի մասին թմրամոլություն, թմրավաճառություն։ Ես կառավարությանը ներկայացրել եմ մի առաջարկ եւ կրկին ուզում եմ այս մասին խոսել, որ հուսով եմ կստանամ ձեր աջակցությունը, որ 15-ից 18 տարեկան աշակերտները անկախ կրոնական պատկանելությունից, քաղաքացիությունից, ծնողների թույլտվությունից ենթարկվեն պարտադիր թունաբանական հետազոտության եւ գոնե մի ուսումնական տարվա ընթացքում աշակերտների 33%-ը անցկացվի այդ փորձաքննությունը, իհարկե 1-2 օր առաջ պարտադիր տեղեկացնելով ծնողին, ոչ թե հայցելով նրա թույլտվությունը։ Եթե կառավարությունը հակված է նրան, որ սա պետք է լինի կամավոր, ապա այն իզուր միջոցառում է, որովհետև որևէ թմրամոլ երեխա ինքնակամ չի գնա ներկայանա, ասի խնդրում եմ ստուգեք ես թմրամոլ եմ, թե չէ։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե մենք այս ամեն ինչը չենք անում, մենք չենք կարող կանխել եւ թմրավաճառքի դեպքերը, որովհետև եթե կա պահանջարկ, այդ վաճառքն էլ անպայման լինելու է։ Եվ եթե ունենք նման սերունդ, որը ցավոք սրտի ես հիմա թվեր չեմ ուզում հրապարակեմ, բայց այդ թվերը դուք տեղյակ եք, թե օրինակ 17-18 տարեկանների շրջանում դա որքան է տարածված, բա մենք ես ինչի ենք օրենքներ ընդունում, ինչի ենք իրար հետ վիճում, կռվում, նյարդայնանում, եթե գալու է մի սերունդ, որը կախվածություն ունի շատ մեծ քիմիական այդ թմրամիջոցներից եւ բոլոր երեխաների ծնողներին էլ թվում է թե իր երեխան հեռու է եւ ծխելուց եւ նարկոտիկներ օգտագործելուց։ Մենք պետք է օգնենք, չէ՞, ծնողներին, որովհետեւ ոչ մի ծնողի մտքով նման բան չի անցնի։ Մեզ երեխաները լսում են, իրենք կարող են վկայել, թե նրանցից քանիսն են գնում տուն ու ասում սիրելի հայրիկ ու մայրիկ, գիտեք, մենք ծխում ենք կամ են այքոսներն ենք օգտագործում, իսկ շուտով պատրաստվելու ենք առաջին թմրադեղը օգտագործել։ Չեն անում իրենք տենց բան։ Մենք որպես պետություն դա պետք է անենք։ Եվ ես խնդրում եմ այս հարցին լուրջ մոտենանք, որովհետև 1987 թվի մի պահ մեր երկիրը հասավ 3.8 միլիոն բնակչության, այսօր նորից նվազման միտումներ է գնում եւ մենք եթե առողջ սերունդ չունենանք, առողջ սերունդի ամուսնություններ չունենանք, 20 տարի հետո այս կարելի է գրել տարեց մարդկանց, չգիտեմ, մշակութային կենտրոն, որովհետև դրան ենք գնում եւ մենք բոլորս պետքա թիվ 1 խնդիրը հայ քաղաքական գործ չի, պետական գործ չի, պետք է լինի ծնելիության աճը եւ ներգաղթը եւ արտագաղթի կասեցումը։ Սրան պետք է միտված լինի մեր բոլորի հիմնական գործը։ Ես խնդրում եմ, որ գլխավոր դատախազությունը առավել մեծ ուշադրություն դարձնի նաև Երևանում տեղի ունեցող այս քաղաքաշինությանը, որտեղ եթե մի փոքր անուշադիր լինես, կգան եւ քո հյուրասենյակում նոր շենք կկառուցեն, առանց որևէ նորմի հաստատման, համաձայնության, երբ որ ազգային ժողովի Բաղրամյան մուտքից դուրս ես գալի եւ նայում ես դիմացի լանջին, որտեղ մի 50 տարի առաջ կանաչ տարածքներ էին, այսօր տեսնում ես մի խայտարակ շինարարություն, որը առերևույթ, երբ որ աչքով նայում ես, համոզվում ես, որ այստեղ քաղաքաշինության բոլոր նորմերը խախտված են, բոլոր նորմերը անվտանգությունն էլ հետը։ Ես հիշեցնում եմ Հայաստանը բարձր սեյսմիկության գոտիում է գտնվում։
Ես հիշեցնում եմ, որ Հայաստանում, Երևանում քամիները հիմնականում հյուսիսային են եւ այդ լանջերի անտառից զրկելը հանգեցնում է նրան, որ ամառային ամիսներին, երեկոյան ժամերին Երևանում ոչ քայլել է լինում, ոչ զբոսնել է լինում, որովհետեւ կլիման այդպիսին է։ Եվ այդ անտառային շերտը հատուկ դրված էր միայն նրա համար, որ Երևանում ապրելը հնարավոր լինի։ Ես կարծում եմ, որ այս շատ կարևոր խնդիր է, որին պետք է ուժային իրավապահ համակարգը շատ մեծ ուշադրություն դարձնի։ Մեծ ուշադրություն դարձնի, թե ինչպես են այն գոտիները, որոնք պետք է ծառայեցվեին հետագայում խոշոր գործարաններ կառուցելու համար, ով է ասում, որ մի օր մեզ չի հաջողվի խոշոր ինչ-որ մեքենաշինական գործարանի համոզել Հայաստանում մասնաճյուղ, բայց որտեղ են կառուցելու, էլ տեղ չկա, որովհետև բոլորը չգիտեմ ինչ որակի, եթե հետաքրքրվեք, կտեսնեք, որ շատ քիչ շենքեր են կառուցվում բարձր որակի բետոնային նյութով։ Խայտառակ վիճակ է։ Կարող եք ուսումնասիրություն անցկացնել, զրուցել հենց կառուցապատողների հետ, տեսնել ինչ որակի շինանյութ են օգտագործում։ Ես գիտեմ, որ հիմա արձագանքելու են, թե բայեկեք ստուգեք, բայց ես է կոչ եմ անում։ Գնացեք ու ստուգեք, որովհետև այդտեղ մեր երեխեքն են ապրելու, մեր թոռներն են ապրելու եւ հետևանքների մասին մի քիչ մտածեք։ Եվ բարձրահարկ շենքը կառուցում են կարևոր նշանակության ճանապարհների վրա, հենց անմիջապես 1-2 մետր, երբ որ չի կարելի։ Կարևոր նշանակության փողոցների, պողոտաների, մայրուղիների անմիջական հարևանությամբ բարձրահարկ շենք սարքել, որովհետև լիքը դեպքեր կան կամ կարող են լինել իհարկե Աստված հեռու, բայց դա բան է։ Ես խնդրում եմ, որ դատախազությունը, մյուս իրավապահ մարմինները հատուկ ուշադրություն դարձնեն ատելության խոսքի տարածմանը, որը հանգեցնում է հանցագործությունների, որը հանգեցնում է բռնության երևույթների դրսևորումների։ Սա մի փուլ ենք մտել, երբ որ արդեն մեզ համար սովորական է, որ կարելի է գնալ մարդուն վիրավորել, հայոյել ու ակնկալել, որ այդ մարդը քար սիրտ է կամ չգիտեմ, պատգամավոր է, քաղաքական գործիչ է, ոչ մի պատասխան չի տալու։ Մարդ ենք, ի վերջո տարբեր գեներ ենք ստանում եւ չենք կարող ասենք այդ պահին մեզ ոնց կդրսևորենք։ Բա այդ ատելության խոսքը պետքա կանխվի, չէ՞, որ հակառակ գործողություններ չլինի։ Իսկ երբ որ լինում է այդ հակառակ գործողությունը, պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն, որովհետև այս ի վերջո պետություն է եւ ոչ թե չգիտեմ ինչա, որ դե լավ, դե հիմա ծեծեցինք ոչինչ, խփեցինք ոչինչ, վիրավորեցինք ոչինչ։ Ի վերջո մենք բան ենք դառնում, քար ենք դառնում, դիմանում ենք, բա մեր տան անդամները իրանք այդպեսին չեն, իրանք դեռ մարդկային իրանք բարձր արժեքները պահել են, մեր նման չեն կարանում։ Վիրավորվում են, որ իրանք վիրավորում են, վիրավորում են, որ իրանք եղբորը, քրոջը, ընտանիքի անդամին վիրավորում են։ Ինչքան կարանք մենք այս ամեն ինչը հանդուրժենք։ Ես ուզում եմ, քանի ժամանակ կա, մի խնդրի մասին եւս ձեր ուշադրությունը բևեռեմ։ Մեր շատ քաղաքացիներ վարում են տաքսիներ, Yandex ծառայության տաքսիներ։ Նրանք հարկվում են, հարկ են վճարում։ Պետությանը հարկ են վճարում, բայց այդ նույն պետությունը իրեն ասում է, դե գիտես ոչինչ որ հարկ ես վճարում, բայց դու չես համարվում աշխատող։ Դու չես կարող աշխատանքային ստաժ ունենալ, դու չես կարող գնալ բանկից օգտվել։ Սա չեք կարծում, որ առերևույթ հանցագործություն է մի հսկայական մարդկանց նկատմամբ։ Ի վերջո, եթե այդ մարդը աշխատում է, փող է վճարում, հարկ է տալիս, բա ինչ որ միտեղ այդ մարդը պիտի ինչ որ օգտվի այն ամեն ինչից, ինչ որ մյուս աշխատողները։ Կարծում եմ, սա շատ կարևոր է եւ ինձ թվում է պետքա դուք էլ մյուս իրավապահ մարմիններն այս խնդրին անդրադառնան եւ ամենակարևորը ցանկացած որոշում, ցանկացած քայլ, գործողություն դատախազության կողմից պետք է ամենակարևորը լինի արդարության հիմքով, արդարության եւ բանականության հիմքով։ Երբ որ այդ արդարությունը չկա, այսինքն երբ որ մարդը համադրում է այս դեպքում սենց եղավ, այն մի դեպքում են եղավ, ձեր աշխատանքը ընկնում է ջուրը։ Շնորհակալություն։